Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը փլուզել է Թուրքիա և Հունաստանի միջև ձեռք բերված ժամանակավոր խաղաղությունը։ Ի պատասխան Թեհրանի, Կիպրոսին հարվածելու սպառնալիքներին, Հունաստանն ու Ֆրանսիան սկսել են հապճեպ սպառազինություն տեղակայել կղզում և Էգեյան ծովի վիճելի տարածքներում։ Սրան ի պատասխան, Անկարան հայտարարել է ծովային իրավազորությունների մասին նոր օրինագծի մշակման մասին, ինչը կտրուկ սրել է իրավիճակը Թուրքիա-Հունաստան-Կիպրոս եռանկյունում։ Թուրք վերլուծաբանները պնդում են, որ Աթենքը միտումնավոր է բարձրացնում լարվածությունը հուլիսի 7-ից 8-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Մինչդեռ Ուկրաինայի և Իրանի հակամարտություններում Թուրքիայի պահպանված ակտիվ չեզոքությունը միայն ամրապնդել է Անկարայի դիրքերը դաշինքի ներսում։ Մերձավոր Արևելքում բռնկված մեծ պատերազմի ալիքները հասել են Էգեյան ծով, բացահայտելով ՆԱՏՕ-ի ներսում թաքնված խորը աշխարհաքաղաքական ճաքերը, որտեղ դաշնակիցներն իրականում գործում են որպես ոխերիմ թշնամիներ։ Տողատակում այս վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավը վերածվել հարմար պատրվակի, որպեսզի կողմերը լուծեն իրենց սեփական հին հաշիվները։ Երբ Թեհրանը սպառնում է հարվածել Կիպրոսին, Հունաստանն ու Ֆրանսիան դա օգտագործում են որպես լեգիտիմ քողարկում կղզին և Էգեյան ծովի վիճելի տարածքները միլիտարիզացնելու համար։ Սակայն Աթենքի թաքնված նպատակը ոչ թե իրանական հեռահար հրթիռներից պաշտպանվելն է, այլ ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովից առաջ Անկարային նյարդայնացնելը, հավասարակշռությունից հանելը և Արևմուտքի աչքերում Թուրքիային որպես ագրեսոր ներկայացնելը, որը սպառնում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությանը։ Մյուս կողմից, թուրքական վերլուծական դաշտի այս մեկնաբանությունների հետևում թաքնված է Անկարայի ինքնավստահ, նույնիսկ մեծամիտ աշխարհաքաղաքական առևտրի մարտավարությունը։ Խոսելով ակտիվ չեզոքության մասին, Թուրքիան տողատակում հասկացնում է Վաշինգտոնին և Բրյուսելին, որ ինքն այն հզոր ու ինքնուրույն խաղացողն է, որ կարող է թույլ տալ իրան չենթարկվել Սպիտակ տան հրամաններին ոչ Ուկրաինայի, ոչ էլ Իրանի հարցում։ Էրդողանը փորձում է ՆԱՏՕ-ի սեփական հարկի տակ կայանալիք գագաթնաժողովը վերածել իր անձնական տրիումֆի հարթակի։ Բացահայտ ակնարկվում է, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն չի կարող վերահսկել ոչ Սև ծովը, ոչ Մերձավոր Արևելքը և որ Արևմուտքը ստիպված է լինելու փակել աչքերը Էգեյան ծովում Թուրքիայի կոշտ քայլերի վրա, Անկարայի ռազմական աջակցությունը չկորցնելու համար։ Սա ուժի ցուցադրության և դաշնակիցների սեփական պայմանները հելադրելու նուրբ խաղ է, որտեղ Իրանի շուրջ գլոբալ հրդեհը օգտագործվում է տարածաշրջանում թուրքական հեգեմոնիան վերջնականապես օրինականացնելու համար։